Հայաստանի ռազմական բյուջեն կավելանա, Բաքվի բանտերում տառապող հայգերիներն ազատ կարձակվեն, Սամվել Կարապետյանի իշխանության գալուց հետո հայտարարել է Ուժեղ Հայաստան կուսակցությունը։ Հունիսից Հայաստանում տեղի ունեցող ընտրություններից հետո Սամվել Կարապետյանը ստանձնելու է երկրի կառավարման պատասխանատվությունը ըստ բոլոր անկախ հարցումների, ըստ մարդկանցից ստացած հազարավոր ազդակների։ Մենք մեծ աշխատանք ունենք կատարելու, վերականգնելու այն վնասը, որը Փաշինյանը հասցրել է երկրի տնտեսությանն ու անվտանգությանը։ Ազգային բարերարի քաղաքական ուժն այսօր հրապարակել է Ուժեղ խաղաղություն, Հայաստանի անվտանգության նոր ծրագիրը։ Այն կազմված է 6 կետից։ Ծրագիրը ներկայացրել է լեգենդար հետախույս Արթուր Ավանեսյանը, առավել հայտնի Կանդազ մարտական կեղծանունով։ Մենք կունենանք ուժեղ դիվանագիտություն, որը կբերի ուժեղ խաղաղության, ապահովված մի քանի երաշխավորների կողմից, իսկ բանակցությունները կլինեն առանց միակողմանի զիջումների, պահպանելով կարմիր գծերը։ Մենք կկառուցենք ուժեղ ու արդիական բանակ, ավելացնելով պաշտպանական բյուջեն, վերապատրաստելով անձնակազմը և գնելով նորագույն համակարգեր։ Ներդնելով բազմաշերտ արդիականացված հակաօդային պաշտպանության համակարգ, մենք կունենանք պաշտպանված երկինք։ Կկառուցենք խելացի սահմաններ, 100%-ով պաշտպանված և ամուր դիրքերով, կիբերանվտանգությամբ, դրոններով, գիշերային տեսանելիության սարքերով, թվիչներով և թիրախամորման համակարգերով։ Հայաստանում կլինի արժանապատիվ ծառայություն, կսահմանվի աշխատավարձ ժամկետային զինծառայողների համար, իսկ ծառայությունը ավարտելուց հետո կրթությունը կլինի անվճար։ Մենք կհիմնենք ուժեղ տեղական ռազմատնաբերություն և Սամվել Կարապետյանի շնորհիվ կներգրավենք միջազգային ներդրումներ, ընդամենը 6 քայլ, և մենք կունենանք ուժեղ խաղաղություն։ Ուժեղ խաղաղություն ծրագիրը կազմել է միջազգային մասնագետների թիմ, Իսրայելի հակաօդային պաշտպանության երկաթե գմբեթի ճարտարապետներից մեկը, այդ երկրի հոբ ուժերի նախկին հրամանատար Զվիկա Խայմովիչը ծրագրի համահեղինակներից մեկն է։ Մենք ապրում ենք դարաշրջանում, որտեղ նոր սպառնալիքներ կան, այս նոր սպառնալիքները նոր տեխնոլոգիաների տեսքով են ներթափանցում, ԱԹՍ-ներ, նոր հրթիռներ, տարատեսակ տեխնոլոգիական զարգացումներ, որոնց պետք է դիմակայել։ Ազգային անվտանգության այս ծրագիրը մեզ համար պարզապես թուղթ չէ, եւ վերջին մի քանի շաբաթներին, մի քանի ամիսների ընթացքում մենք մեծ աշխատանք ենք տարել, որպեսզի այս ամենն իրականանալի լինի։ Սահմանների պաշտպանության համար Ուժեղ Հայաստանն առաջարկում է լուրջ վերապատրաստում հատուկ ջոկատայինների համար։ Այդ հարցում մեր զինուժին կօգնի Իրաքում, Լիբանանում, Քուվեյթում եւ Ճապոնիայում ռազմական հատուկ գործողությունների մասնակից Հունաստանի բանակի հատուկ նշանակության ջոկատի նախկին զինվոր պրոֆեսոր Էֆրիմիս Տուրտիդիսը։ Հայաստանը գտնվում է մի տարածաշրջանում, որտեղ երբեք չի եղել անվտանգության երաշխիք եւ պատրաստված լինելը Հայաստանի համար պարզապես մի տարբերակ չէ, այն պարտադիր է, այն թույլ է տալիս պաշտպանել երկիրն ու ժողովրդին։ Երբ մենք խոսում ենք պատրաստվածության, ուժի մասին, մի կարևոր բան պետք է հիշենք. ուժեղ բանակի նպատակը կոնֆլիկտը չէ, նպատակը խաղաղությունն է։ The goal of strong armed forces is not conflict. The goal is peace. Հայաստանն ապրում է իր ամենախոցելի ժամանակները ռազմական ու դիվանագիտական զսպող մեխանիզմներից զուրկ, կարծում է ամերիկահայ դիվանագետ, Արգենտինայում եւ Ռուսաստանում ԱՄՆ փոխհյուպատոս Միքայել Դարփինյանը։ Նա Ուժեղ խաղաղություն ծրագրի համահեղինակներից մեկն է։ Today, no lasting peace is possible without a stable. Այսօր որևէ խաղաղություն հնարավոր չէ առանց կայուն, զարգացած ազգային անվտանգության համակարգի, ուժեղ զինուժի ու դրանց փոխլրացնող հմուտ դիվանագիտության։ Հետևաբար ոչ թե պետք է զինուժի բյուջեն կրճատել, այլ հակառակը, պետք է որևէ լումա չխնայել մեր զինուժի հզորացման համար։ For strengthening the armed forces. Պաշտպանված երկնքով եւ ամուր սահմաններով Հայաստան է խոստանում Սամվել Կարապետյանը քաղաքացիներին։ Ազգային բարերարը, որ զրկված է տեսաուղերձով հայրենակիցներին դիմելու իրավունքից, արհեստական բանականության ստեղծած ուղերձով է ամփոփել Ուժեղ խաղաղություն անվտանգային աննախադեպ ծրագրի շնորհանդեսը։ Ուժեղ Հայաստանը պաշտպանություն չի խնդրելու։ Նա այն կկառուցի սեփական ուժերով։ Թույլերը չեն կարող լռեցնել ուժեղներին։ Հայաստանը չի կարող լռեցվել։ Այլևս թույլ չենք լինելու։
Շնորհակալ եմ շատ, հարգելի ներկաներ։ Վարչապետ Փաշինյանը մասնակցել է ներառական զարգացում, ձեռքբերումներ եւ անելիքներ խորագրով համաժողովին, որը նվիրված էր Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հիմնախնդիրների լուծմանը։ Կառավարության ղեկավարը իր ելույթում շեշտել է, որ 2023 թվականից ի վեր այս հարցը եղել է գործադիրի առաջնահերթությունների շարքում եւ պետբյուջեից արդեն իսկ հատկացվել է շուրջ 145 միլիարդ դրամ տարբեր սոցիալական եւ աջակցության ծրագրեր իրականացնելու համար։ Փաշինյանը եւս մեկ անգամ հայտարարել է, որ իրենց նպատակն է օգնել տեղահանված հայրենակիցներին վերջնականապես հաստատվել Հայաստանում։ Ես շատ կարևոր եմ համարում, որ մենք օգնենք Ղարաբաղից տեղահանված մեր քույրերին եւ եղբայրներին, որ այդ փնտրտուքի հոգեբանական փնտրտուքի վիճակից դուրս գան, որովհետեւ ես կարծում եմ, որ ինձ համար ակնհայտ է, որ մենք պետք է կենտրոնանանք նրա վրա, որ Հայաստանի Հանրապետությունում օգնենք ամեն ինչով աջակցենք, որ ստանան Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, երկրորդը տնավորվեն Հայաստանի Հանրապետությունում եւ հարատև իրենց եւ իրենց ընտանիքների ճակատագիրը կապեն Հայաստանի Հանրապետության հետ։ Մեզ պետքա ձեզնից ազդակներ ստանալ, թե ինչ պետքա անենք, որպեսզի այդ հարցը հնարավորինս արդյունավետ լուծենք։ Սպանվել է Իրանի հետախուզության նախարար Իսմայիլ Խատիբը, հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։ Նրա համար եւս Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը $10 միլիոն պարգև էր խոստացել։ I'm here with Israel's defense minister. Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի ցուցակում 10 պաշտոնյա են գրկված, սակայն հայտնի են նրանցից միայն 6-ի անունները։ Ալի Լարիջանիից հետո հետախուզության նախարարն էր, այնուհետև ներքին գործերի նախարար Էսկանդար Մոմենին, գերագույն առաջնորդի ռազմական գծով ավագ խորհրդական Յահյա Սաֆավին եւ գերագույն առաջնորդի վարչակազմի ղեկավար Ալի Ազղար Ղեջազին։ Իսրայելի պաշտպանության նախարարը նաև հայտնել է, որ այսօր բոլոր ճակատներում սպասվում են անակնկալներ, որոնք պատերազմը կբարձրացնեն նոր մակարդակի։ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին լիովին առողջ է, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին, որքանով ինձ հայտնի է, նա ստացել էր միայն թեթև վնասվածքներ եւ նա նախկինի պես լիովին առողջ է ու վերահսկում է իրավիճակը։ Նշել է նա, արդեն 2 օր է ինչ մամուլում շրջանառվում էր այն տեղեկությունը, թե Իրանի գերագույն առաջնորդը կոմայում է, մեկնել է Ռուսաստան բուժման։ Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամի Նյուզեյմին տված հարցազրույցում անդրադարձել է հարևան երկրների տարածքում գրանցված հրթիռային միջադեպերին, դրանք որակելով որպես սադրանքներ, որոնց հետևում կանգնած է Իսրայելը, նպատակ ունենալով լարել Իրանի հարաբերությունները հարևանների հետ։ Նա վերահաստատել է Թեհրանի դիրքորոշումը, որ հարևան երկրներում գտնվող ԱՄՆ ռազմաբազաները, որոնք օգտագործվում են Իրանի դեմ, հանդիսանում են հակահարվածների օրինական թիրախներ, սակայն դա չպետք է ընկալվի որպես հարձակում տվյալ երկրների դեմ։ Խոսելով Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին Շիրղոլամին նշել է, որ Նախիջևանի միջադեպից հետո առաջացած թյուրիմացությունը հարթվել է, բայց դեսպանը Բաքվին հորդորել է զգոն լինել եւ թույլ չտալ, որ իր տարածքը օգտագործվի կործանարար խաղերի համար։ Դեսպանը հույս է հայտնել, որ միջազգային հանրությունը, այդ թվում Հայաստանը, կդատապարտեն անօրինական ագրեսիան, կանխելով տարածաշրջանային եւ համաշխարհային տնտեսության հետագա ապակայունացումը։ Իրանական բանակը հայտարարել է, որ առաջիկա օրերին Թեհրանը կկիրառի նոր տեսակի զենքեր, որոնք նախկինում երբեք չեն օգտագործվել։ Այս սպառնալիքն ուղղված է ԱՄՆ-ին եւ Իսրայելին։ Իրավիճակն էլ ավելի է սրվել Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի սպանությունից հետո։ Նա պատասխանատու էր միջուկային ծրագրի շուրջ կարևորագույն բանակցությունների համար։ Ի պատասխան այս կորստի Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը խոստացել է դաժան վրեժ։ Չնայած ռազմական գործողություններին Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին նշել է, որ միջուկային զենքի հարցում երկրի դիրքորոշումը դեռևս էականորեն չի փոխվել։ Ըստ նրա, նոր գերագույն առաջնորդը դեռ հրապարակայնորեն չի արտահայտվել այս թեմայի մասին, մինչև օրս Թեհրանը պաշտոնապես հետևում էր նախկին առաջնորդ Խամենեիի հրամանագրին, որն արգելում էր զանգվածային ոչնչացման զենքի ստեղծումը։ Իրանը հայտարարել է, որ պատրաստ է պաշտպանվել եւ այս պահին բանակցությունները վերսկսելու իմաստ չի տեսնում։
Իրանի իշխանությունները մահապատժի են ենթարկել Իսրայելի օգտին լրտեսության համար դատապարտված մի տղամարդու, հայտնել է դատական համակարգը։ Սա առաջին նմանատիպ պատիժն է, որի մասին հայտարարվում է Իսրայելի եւ Միացյալ Նահանգների հետ պատերազմի բռնկումից ի վեր։ Սիոնիստական ռեժիմի լրտեսի մահապատիժը, ով Մոսադի սպաներին լուսանկարներ եւ տեղեկություններ էր տրամադրել երկրի զգայուն վայրերի վերաբերյալ, ի կատար էացվել է այս առավոտ։ Մասնավորապես ասված է դատական իշխանության կայքում։ Դատապարտվածը ձերբակալվել էր հունիսին Իսրայելի հետ Իրանի 12-օրյա պատերազմի ժամանակ։ Վերջին օրերին էլ ի դեպ Իսլամական Հանրապետությունում Իսրայելի օգտին լրտեսություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է ավելի քան 500 մարդ։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն խստորեն քննադատել է Կուբայի ներկայիս վիճակը եւ հերքել ամերիկյան մամուլում շրջանառվող լուրերը։ Ըստ նրա, Կուբայի տնտեսությունն ու քաղաքական համակարգը հիմնովին քայքայված են։ Նրա խոսքով երկրի իշխանություններն ի վիճակի չեն ինքնուրույն շտկել իրավիճակը։ Նա շեշտել է, որ Կուբային անհրաժեշտ են արմատական փոփոխություններ, իսկ կառավարության վերջին հայտարարությունները համարել է անարդյունավետ։ Պետքարտուղարի խոսքով Կուբայի ղեկավարությունը ստիպված է լինելու կայացնել շատ լուրջ որոշումներ։ Մարկո Ռուբիոն խաբեություն է որակել New York Times-ի հրապարակած տեղեկությունը, թե ԱՄՆ-ն քննարկում է Կուբայի առաջնորդ Միգել Դիազ-Կանելին իշխանությունից հեռացնելու հարցը առանց երկրի քաղաքական համակարգը փոխելու։ Պետքարտուղարն իր X-ի էջում պարզաբանել է, որ ամերիկյան լրատվամիջոցները հաճախ են տարածում նման կեղծ տեղեկություններ։ Միքայել Սրբազանի շարունակական անազատության մեջ գտնվելը բացասաբար է ազդում Շիրակի թեմի հավատավորների վրա, տուժում է հավատացյալների կրոնական պահանջմունքները բավարարելու սահմանադրական իրավունքը։ Շիրակի թեմի հավատավորները այս բովանդակությամբ դիմում միջնորդություն են ներկայացրել դատարան թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աճապահյանի կալանավորման վերաբերյալ։ Նամակում նաև ասվում է, որ հավատավորները 8 ամսից ավելի չեն կարողանում բավարարել իրենց հոգևոր պահանջմունքներն այն պատճառով, որ Սրբազան հայրը նախ բանտային կալանքում էր, ապա այն վերածվեց խիստ սահմանափակումներով տնային կալանքի։ Դատարանը Սրբազանին թույլ տվեց ներկա գտնվել առաջիկա կիրակի օրվա պատարագին, բայց ինքն այն մատուցել չի կարող։ Ոչ միայն 2025, 2024 Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը անդրադարձել է Իրանում տեղի ունեցող ռազմական գործողությունների ազդեցությանը Հայաստանի տնտեսության վրա, հայտնելով, որ հակամարտության երկարաձգման դեպքում Հայաստանի տնտեսությունը կարող է մեծապես տուժել, քանի որ վնասները ակնհայտ են, նույնիսկ հիմա գնաճային ռիսկերի տեսքով։ Միևնույն ժամանակ նախարարը հավաստիացրել է, որ այս պահին հանրապետությունում ապրանքների դեֆիցիտի խնդիր չկա։ Իհարկե որոշ ապրանքներ Իրանից, որոնք գալիս են, գիտեք, մատչելի են, դրանք որոշակի երկարատև ժամանակահատվածի համար գնաճային ճնշման կբերեն, որովհետև օրինակ վարորդը հրաժարվում է, ասենք, նախորդ սակագնով տեղափոխել, գործարանը հրաժարվում է ինչ-որ ժամերի ենթադրենք աշխատել, որոնք բնականաբար բերում են նրան, որ կան սպառողական նշանակության ապրանքներ կան, տարբեր են այդ ապրանքները, որոնք որ բնականաբար կարող են, այսինքն այս պահին մուտքի հետ կապված խնդիր չունենք, դեֆիցիտի խնդիր ըստ էության շատ չկա։ Հաշվի չառնելու մեխանիզմի։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է առողջապահության ապահովագրության ներդրման արդյունքում բժիշկների աշխատավարձերի փոփոխություններին։ Նախարարի պարզաբանմամբ պետությունը դուրս է գալիս հաստիկային ֆիքսված աշխատավարձերի մեխանիզմից, որտեղ վարձատրությունը կախված չէր կատարված աշխատանքի ծավալից կամ պացիենտների թվից։ Նոր համակարգով անցում է կատարվում ըստ դեպքի փոխհատուցման սկզբունքին, ինչը նշանակում է, որ բուժաշխատողի եկամուտը ուղիղ համեմատական է լինելու իր սպասարկած պացիենտների քանակին։ Մենք ունենք մի քանի ուղղություններով խնդիրներ, որոնց պիտի անդրադառնանք։ Դրանք են պոլիկլինիկաներում ինֆեկցիոնիստները, ֆիզիատրները եւ գինեկոլոգներ ունենք, որոնք պոլիկլինիկայում աշխատելով փաստացի տեսնում ենք, որ պացիենտների չունեն սպասարկում, այսինքն եթե նախկինում այդ հաստիկի վճարը չէր ենթադրում եւ չէր ցույց տալիս, օրինակ ֆիզիատր ամսվա մեջ քանի պացիենտ է սպասարկել, 1, 10, թե 100։ Մենք հիմա առաջիկայում մի երկու օրվա ընթացքում քննարկումներ ենք ունենալու հենց իրենց հետ եւ մենք պիտի փոխենք այս մասով նաեւ հանրապետության ծանրաբեռնվածությունը։ Մենք պիտի մեր սիրելի մասնագետներին առաջարկենք վերապատրաստվելու ընտանեկան բժշկության ոլորտ, որտեղ այստեղ էլ ունենք պակաս մասնագետների։